գիշերային այսպես ասած ձայնագողությունից հետո Կալանավորումից միայն 42 օր անց է Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը տեսել անչափահաս դստերը։ Այսօր աղջնակի ծննդյան օրն են թույլատրել տեսակցությունը։ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար մեղադրվող Մանուկյանին 2 ամսով կալանավորած դատավորը արգելել է տեսակցություններն ու շփումներն անգամ ընտանիքի անդամների, հարազատների հետ։ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը եւ տեսակցությունները շարունակում են մնալ նույնը։ Անշուշտ կարևոր է, որ այսօրով երեխան տեսնի իր մորը, բայց ընդհանուր առմամբ դա չի լուծում այն խնդիրը, որ երեխան ապրում է դժվարին հոգեբանական ժամանակաշրջան եւ անգամ հոգեբաները այդ աշխատում։ Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրվա առթիվ խորհրդանշական տորթ են տարել Հայաստանում Եվրամիության գրասենյակի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները։ Որովհետև այս իշխանությունը Արդարությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար, ոչ բռնապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին գրության պաստառներով են նրանք եղել։ Այս ներկայացումից անցնող տասնամյակների ֆինանսավորել են մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Այսօր բոլորը բերանները փակ, բոլորը այս իշխանությունների տակ են։ Այստեղ չեք տեսնի իրավապաշտպան անցնող տասնամյակներում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների որևէ ներկայացություն։ Նախկին պատգամավորներ, չգիտեմ, հանրային հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, եւ մշակույթի գործիչներ եւ այսպես ասած մշակութային գործիչներ, որովհետեւ ինչի եմ ասում այսպես ասած, որովհետեւ այսօր շատ մարդիկ լուր են Հայաստանում տիրող ապօրինությունների։ Իրենց մի գրառմամբ, մի խոսքով, աջակցության մի նախադասությամբ շատ բան կարող է փոխվել։ հոգեբանական ճնշման մի տեսակ է։ Բռնություն է ըստ փաստաբան Զարուհի Փոստանջյանի Արեգնազ Մանուկյանին բանտարկելը, երբ նա իր խնամքին 13-ամյա երեխա եւ 85-ամյա ծնող ունի։ Որ մենք մեր իրավունքները Պնդում է Հայաստանի կալանավայրերը լիքն են քաղբանտարկյալներով, քանի որ միջազգային կառույցները ձկան պես լուր են։ Ես նոր չեմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվում։ Ես իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ հենց իրավապաշտպանությունից։ Եվ այս իրավապաշտպան գործունեությունը ինձ ասում է, իմ փորձը, որ այսօրվա այս գործող իշխանությունների նկատմամբ ուղղակի կա հովանավորչություն այս ապօրինությունները իրականացնելու համար նման կառույցների կողմից։ Ժամանակին թեկուզ մեկի քթից մի կաթիլ արյուն գար միջազգային իրավապաշտպան կառույցները իրար հետ չտալով զեկույցներ էին գրում Հայաստանի դեմ, նկատում է Նաիրա Զոհրաբյանը։ Նախկին падգամավորը մի դեպք է հիշեցնում, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները ժամանակին մեծ աղմուկ բարձրացրել մի կալանավորի փորացավի համար։ Հիշում եմ, որ անունը չեմ տալու, բոլորս ճանաչում ենք, մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը, չզարմանաք, ինչ եմ ասել, լուծ էր ընկել, սովորական լուծ, Ստրասբուրգում ինձ կանչել են նակավյոր, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որպես Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակության անդամ ես այդ հարցաքննում էին։ Այդ ինչ է կարել, ինչ են տվել, որ մարդը սխալ մանակ երել, հասկանում եք և իմ տիտանական ջանքերից հետո այդ մարդու աղիքային խանգարման թեման տեղ չգտավ Հայաստանի դեմ հերթական զեկույցում։ Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, հանրային մեծ ճնշումը, դատապարտող հայտարարությունները կարող են իրավիճակ փոխել երկրում, վերականգնելու արդարությունը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Անի Ղանդիլյան, Փայլուր։